Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, որ իրադարձությունները նախամարում։ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ։ Անահիտ Մանասյանն էլ ներկայացրել է հասարակական խորհրդի գործունեությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ջերմուկում ընթացող գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով խորագրով երկրորդ աշխատաժողովին հանդես եկել ելույթով։ Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Իբրահիմ Գյումաքլիի հետ։ Քննարկվել են Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ եւ առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական հատուկ ռազմական շտաբի ղեկավար բանակի գեներալ Ժիրոյի հետ։ Հանդիպանը քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում պաշտպանական գործակցության առնչվող հարցեր։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը։ Դատարանում մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Տրամպը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին։ Ամերիկյան մամուլում էլ վերջին օրերին լայնորեն քննարկվում է Վենեսուելային ԱՄՆ-ի կողմից ավիահարվածներ հասցնելու հարցը, օրվա միջազգային լրահոսը։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ։ Անահիտ Մանասյանն էլ ներկայացրել է հասարակական խորհրդի գործունեությունը միտված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Հաջորդի վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Դրանք վերաբերել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանը։ Անդրադարձը կատարվել նաև կրթության ոլորտում առկա խնդիրներին կառավարության կողմից իրականացվող 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի ընթացքին զբոսաշրջության զարգացմանը, օդի աղտոտվածության խնդրին, քրեական ենթամշակույթի եւ հանցավորության դեմ պայքարին, պետություն-քաղաքացի հարաբերություններին ու այլ թեմաների։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ջերմուկում ընթացող գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով խորագրով երկրորդ աշխատաժողովին հանդես եկել ելույթով։ Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, հույս հայտնել, որ քննարկումները կլինեն արդյունավետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ջերմուկում ընթացող գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով խորագրով երկրորդ աշխատաժողովին։ Նա հանդես է եկել ելույթով, նշել, որ սա շարունակությունն է նախորդ Դիլիջանում տեղի ունեցած աշխատաժողովի, որը փաստում է այս ձևաչափով հանդիպումները պահանջված են ու հաջողված։ Շատ կարևոր է, որպեսզի նաև գործարար համայնքը կառավարության հետ հարցերը քննարկելու նաև այսպիսի ձևաչափ ունենա, որտեղ հնարավոր կլինի քննարկել ավելի ընդլայնված կազմով, որովհետև այսպես թե այնպես գործարար համայնքի ներկայացուցիչները տարբեր ձևաչափերում գրավոր, բանավոր քննարկումներ ունենում են, բայց կարևոր է նաև որ ընդհանրական լինեն քննարկումները, որպեսզի նաև մենք մասնավոր դեպքերից կարողանանք դուրս բերել այն երևույթները, այն հաջողությունները եւ խնդիրները, որոնք ունեն ընդհանրական նշանակություն։ Ըստ Փաշինյանի, արդեն տևական ժամանակ Հայաստանում տեղի է ունենում մտածողության փոփոխություն։ Նա կոչ է արել քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական շերտերին զուգահեռ տնտեսական մտածողության որոշակի փոփոխություններ կատարել։ Ընդ որում այս առումով դեռ անելիքներ կան թե կառավարությունում, թե պետական մարմիններում, թե գործարար համայնքներում։ Վարչապետը շեշտել է, մեր մտածողությամբ պետք է համապատասխանենք աշխարհի զարգացումներին։ Վերջին 5 տարիում ավելի քան միջինում 7% տնտեսական աճ ենք ունեցել, ինչը շատ լավ է, ինչը մեր բոլորի աշխատանքի արդյունք է եւ ես ուզում եմ այդ արդյունքի համար շնորհակալություն հայտնել նաեւ Հայաստանի Հանրապետության գործարար համայնքին, իդեմս նրանց ներկայացուցիչների, շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող ԵԽԵ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին եւ քաղաքացիներին, բայց իմ կարծիքով մենք բոլորով մտնում ենք բոլորովին նոր մի փուլի մեջ, որտեղ տնտեսական քաղաքականության ձևավորման մտածողության մեր ձևերը, տնտեսական գործունեությամբ զբաղվելու մտածողության մեր ձևերը պետք է առնվազն վերանայեն։ Յուրաքանչյուր խնդրի դեպքում անհրաժեշտ է գտնել այն հենման կետերը, որոնց շուրջ աշխատելով կարող են մշակել Հայաստանի տնտեսության երկարաժամկետ ռազմավարություններ։ Մենք 2026 թվականի կառավարության առաջին նիստում կընդունենք տնտեսական քաղաքականության դոկտրինը, որի նախագիծը վերջնականացման փուլում է եւ ըստ էության այնտեղ
կմատնանշենք, թե Հայաստանի տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում, մասնավորապես մինչև 2050 թվականը ինչ հիմնական ուղղությունների վրա մենք պետք է աշխատենք, որպեսզի մեր տնտեսությունը լինի մրցունակ եւ զարգացող, հենվելով այն տրամաբանությամբ եւ գիտակցության վրա, ինչի մասին պարոն նախագահի նշած պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում ես խոսել եմ, դրանից առաջ եմ խոսել, ելնելով այն ելակետից, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է։ Ըստ գործադիրի ղեկավարի հնարավոր չէ որևէ ոլորտում հաջողության հասնել, եթե չենք կարողանում ապահովել տնտեսական զարգացում։ Մեր երկրում դեռ շարունակում է ընկալվել, որ մշակութային հաստատությունները պետք է լինեն կազմակերպություններ, որոնք այսպես խնդրող դեմքով նայեն դեպի կառավարությունը, դեպի բարերարների, դեպի մեծահարուստների, եւ էսա որ մեզ թույլ չի տալիս այդ թվում ունենալ մշակույթում այնպիսի զարգացումներ, ինչպեսի մենք ուզում ենք ունենալ, որովհետև պետք է փոխվի մտածողությունը, մշակույթը տնտեսության ճյուղը, սպորտը տնտեսության ճյուղը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եւ հետեւաբար այս արձանագրումը, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, կարծում եմ այն հենակետն է, որի համատեքստում պետք է մենք նոր բանաձևեր փորձենք ստեղծել եւ հենց տնտեսական զարգացման շուրջ է, որ պետք է ապահովենք համախմբումը մասնավորապես Հայաստանի գործարար համայնքի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ Նա նշել է, որ երկուստեք կարևորվել են Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները եւ վերահաստատվել են երկխոսությունները շարունակելու պատրաստակամությունը։ Քննարկվել են Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ եւ առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին, քննարկվել է նաև գյուղատնտեսության ոլորտում գործակցության վերաբերյալ հարցեր։ Ազգային ժողովում էլ կայացել է ԵԱԳ ՇՄԻԿ-ի համաժողովը, երկօրյա քննարկումների առանցքում են եղել խորհրդարանական բարեվարկության չափորոշիչները, ԵԱԳ տարածաշրջանում խորհրդարանականների վարքագծի կանոնակարգը, ԵՄ-արևելյան գործընկերության երկրները եւ ԵԱԳ տարածաշրջանային հեռանկարները։ Եվրոպական քաղաքական ընտանիքին պատկանող հերթական պատվիրակները ժամանեցին Երևան։ Ազգային ժողովում մեկնարկեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համաժողովը, երկօրյա քննարկումների առանցքում էին խորհրդարանական բարեվարկության չափորոշիչները, ԵԱՀԿ տարածաշրջանում խորհրդարանականների վարքագծի կանոնակարգը, Եվրամիության արևելյան գործընկերության երկրները եւ ԵԱՀԿ տարածաշրջանային հեռանկարները։ Պատվիրակներից բացի դահլիճում էր նաև մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Թեմատիկ քննարկումներում հյուրերի կողքին նախագահության հատվածում ազգային ժողովի падգամավորներն են իրենց փորձով ու տեսակետներով։ Համաժողովին բացման խոսքով ներկաներին դիմեց նախ ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Dear colleagues, ladies and gentlemen, it's a great honor to welcome all of you here today. Վլադիմիր Վարդանյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրեց խորհրդարանական գործունեության թափանցիկության կարևորությունն ու փաստեց, որ դրանով պայմանավորված ամրանում է ժողովրդավարությունն ու այդ առումով նաև հանրային ընկալումը։ Պատգամավորը հաջորդ ասպեկտով խոսեց բարեվարկության վերաբերյալ, շեշտելով, որ դրա առաջմղման հարցում անհրաժեշտ է մշտական պաշտպանություն։ Վարդանյանը նաև ընդգծեց, որ այդ հարցում այսօր մեր երկրում կան էական արդյունքներ։ Մեր կառավարման արդյունքում ներդրվել են բարեվարկության ստուգման մեխանիզմներ, ունենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ձգտում են կառուցել այնպիսի համակարգեր, որոնք չեն կարող խախտվել անհատական կամ անձնական շահերից ելնելով։ Հաջորդիվ խորհրդարանական ամբիոնից հայերենով ողջունեց Եվրամիության դեսպանն ու հավելեց. Բարև ձեզ, welcome to Armenia. Այն, ինչ այսօր քննարկում ենք խորհրդարանական բարեվարկության մասով, պետք է ասեմ, որ դա ժողովրդավարության անձնագրի էությունն է։ Երկրների համար, որոնք ձգտում են լավարկել իրենց հարաբերությունները Եվրամիության հետ, քննարկվող թեմաները կարևոր արժեքներ են եւ հանդիսանում են գործնական անհրաժեշտություն։ Խորհրդարանները ամենատեսանելի երաշխավորներն են իշխանությունների տարանջատման համար։ Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը նշում է, որ խորհրդարանն ամենաշատն է քննադատվում ու հիշեցնում, որ ժողովրդավար պետության հիմնաքարը հենց խորհրդարանն է։ Երևանյան քննարկումների առաջին օրը տեսաուղերձով հանդես եկավ ԺՀՄԻԳ-ի տնօրենը, այս համաժողովի անցկացումը Հայաստանի խորհրդարանում եւս մեկ անգամ փաստում է, որ ձեր երկիրը այսօր անշողորեն գնում է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով, նշեց Մարիա Թելալյանը։
Բարևարկությունը քաղաքականության մեջ եւ հատկապես խորհրդարաններում արժանի է հատուկ ուշադրության։ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ իրականացվում է խորհրդարանական էթիկայի վարքագծի կանոնների մշակում։ Մենք անկեղծ հույս ունենք, որ մի շարք երկրների խորհրդարաններ կընդունեն իրենց էթիկայի վարքագծի կանոնները եւ կներդնեն արդյունավետ բարևարկության շրջանակներ։ Խորհրդարանական բարևարկության չափորոշիչների էթիկական նորմերի ներդրման թեմայի շրջանակում քննարկումները համանախագահող ազգային ժողովի падգամավորները ներկայացրին բարևարկության կանոնակարգի շուրջ խորհրդարանում ընթացող աշխատանքների մանրամասները։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի դիտարկմամբ խորհրդարանն անկյունակար է ժողովրդավարական կառավարման տեսանկյունից։ Երկրորդ անգամ եմ Հայաստանում, այստեղ եղել եմ 2023 թվականին ընտրությունները դիտարկելու առաքելությամբ։ Հուսով եմ, շուտով ականատես կլինեմ Հայաստանի եվրոպական ընտանիքին միանալուն, շեշտում է համաժողովի մասնակից ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը։ Հուսով եմ դուք կարողանաք իրականացնել այն իրավական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Եվրամիության մաս կազմելու համար։ Մենք կշահենք, եթե Հայաստանը միանա Եվրամիությանը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը համաժողովի նախօրեին եղել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին ու բնակիչների առօրյային։ Այնտեղ տեսանք նոր իրականություն մարդկանց աչքերում, ուսուցչի աչքերում, որը նորակառույց դպրոցում է աշխատում։ Մենք հույս ունենք, որ խաղաղության իրականությունը կշարունակվի հավերժ։ Եղել եմ նաև վերակառուցվող եկեղեցում։ Խոսել եմ մարդկանց հետ, ովքեր մինչ այս սովոր էին լսել կրակոցի ձայներ։ Այժմ ամեն ինչ այլ է։ Նրանք կարող են թողնել իրենց փոքրիկ երեխաներին խաղալ, վստահ լինելով, որ ոչ մի վատ բան չի պատահի։ Պետք է ասեմ, որ դա հսկայական փոփոխություն է։ Կարևորում եմ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Մենք ունենք միայն մեկ աշխարհ, բոլորս պետք է ապրենք միասին խաղաղության մեջ։ Սա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի համոզմունքն է։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական հատուկ ռազմական շտաբի ղեկավար բանակի գեներալ Վինսեյ Ժիրոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում պաշտպանական գործակցության առնչվող հարցեր։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունները եւ Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության առնչվող մի շարք հարցերի։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ Արնոլդ Բլեյանի հետ։ Բարի երկու, պարոն Բլեյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հարգանքներս միշտ սիրով։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները, թեպետ վերջին շաբաթները միշտ են ուշագրավ իրադարձություններով լեցուն, բայց ես առանձնացրել եմ Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինա հակամարտությունը, որտեղ Միացյալ Նահանգները փորձում է իր ներգրավվածություն ունենալ եւ այսպես Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկում է խաղաղության 28 կետանոց մի փաստաթուղթ, որը կարծես որոշների համար խնդրառույց է, որոշների համար ընդունելի է, որոշներն էլ ասում են անորոշության թնջուկն է զարգանում։ Ինչ է սա եւ արդյոք հենց նույն այդ որոշ մարդիկ, որոնք նշում են, որ արդեն սա Ուկրաինայի կապիտուլյացիա է, դա այդպես է թե ոչ, որտեվ 28 կետը հետո ասեցին դառնում է 19, հետո 22, այդպես դեռ վերջնական չեն որոշել։ Ինչ է սա Միացյալ Նահանգների նախագահ թիվ 1 գերտերության ղեկավարն ինչ է առաջարկում։ Շատ կարևոր թեմա է, համայն մարդկություն հետևում է թե վերջը ինչ տեղի կունենա, ինչ հանգուցալուծումներ կլինեն, գիտեք, որ տարատեսակ հանդիպումներ են տեղ ունենում, տեղ ունեցել եւ դեռ պետք է տեղ ունենան։ Գիտեք, շատ շերտեր կան, այստեղ կան երկու ուղղակի կողմեր, Ուկրաինան է, ուկրաինացիները, Ռուսաստանն է, ռուսաստանցիները, կա էլի գրեթե ուղղակի կողմ, դա Եվրոպական միությունն է, եվրոպացիները եւ կան անուղղակի կողմեր, դա Չինաստանն է, Միացյալ Նահանգները։
հերթով փորձենք վերլուծել, եթե խոսում ենք Չինաստանի մասին, ապա Չինաստանի համար որքան երկար տևի այդ պատերազմը, այդքան իր օգտին է, որովհետև Չինաստանը տնտեսական եւ քաղաքական, երբեմն ռազմական եւ մրցակցության մեջ է գտնվում Միացյալ Նահանգների հետ, եւ հետեւաբար որքան երկար տևի, այդքան նա մտածում է, որ դրանով թուլանում են Միացյալ Նահանգների դիրքերը, որովհետև նա սպառազինություն է մատակարարում, մյուս կողմից նա շատ մեծ ազդեցություն է ձեռք բերում Ռուսաստանի վրա, թե տնտեսական, թե քաղաքական, մյուս կողմից կա Միացյալ Նահանգների նախագահ, ում համար կարևոր է, որ այդ պատերազմն ավարտվի, թե ինչ տեսքով այն կավարտվի, դա այդքան էլ կարևոր չէ նախագահ Թրամփի համար, կարևոր է որպեսզի պարզապես պատերազմը դադարի, որպեսզի նա բոլորն ասեն, որ նա եւս մեկ անգամ այո, եւս մեկ անգամ ամենադժվար պատերազմը նա կանգնեցրեց, որպեսզի ավելի հեշտ միգուցե ստանա Նոբելյան մրցանակը։ Իր PR-ի մասով է կարծես։ Այո, բայց այնտեղ միատարր չեն, գիտեք, կա ներողություն Մարկո Ռուբիոյի պետքարտուղարությունը, օրինակ նույն այդ 28 կետերի վերաբերյալ նա բացարձակ տեղեկատված չէր, թե ինչ կետեր են, նա հետո է իմացել այդ կետերի մասին, ընդ որում իր քննարկումների ժամանակ արդեն եվրոպացիների եւ ուկրաինացիների հետ նա հենց իր ղեկավարությամբ եւ դերակատարմամբ են փոփոխվել այդ կետերը, որովհետեւ նա ավելի քաղաքականացված է, գիտեք, երկար տարիներ նա եղել է սենատոր եւ ամենակաղաքական եւ քաղաքականացված գործիչն է, հա, Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայում, ի տարբերություն Դոնալդ Թրամփի եւ նույն փոխնախագահ Ջեյ Վենսի, եւ կան իհարկե հանրապետականներ, դեմոկրատներ, ովքեր շատ ավելի լուրջ են վերաբերում այդ ամենին եւ այնպես չէ, որ ինչ ուզենա Դոնալդ Թրամփը անել, դա հենց այդպես հարց ստացվելու է։ Եվ իհարկե կան ռուսաստանցիներ եւ ուկրաինացիներ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, եթե խոսենք բուն ռուսաստանցիների համար, իմ պատկերացման որքան շուտ ավարտվի այդ պատերազմը, այդքան ավելի լավ, որովհետև ահռելի չափով իրենք զոհեր են տալիս, ինքը Ռուսաստանը հումքի, ունենալով այդքան հարուստ ընդերք, հումքի արտանողից փոխակերպվում է, դառնում է նաև ներմուծող, եթե խոսում ենք էներգակիրների մասին, գիտեք, որ Չինաստանն է դարձել այդ երկիրը եւ գնալով նա վասալանում է կարծես Չինաստանի կողմից եւ կա Վլադիմիր Պուտինի իշխանությունը իմ համար պատերազմի դադարը ոչ մի գնով հետաքրքիր չէ, որովհետեւ նույնիսկ այդ 28 կետերը, որոնք այո խնդրահարույց կետեր են, նույնիսկ դրանց ընդունումը Վլադիմիր Պուտինի համար նախընտրելի չէ, որովհետեւ նախ ինքը չի հասնում իր բոլոր այն սկզբունքներին եւ նպատակներին, ըստ որի նա հայտարարել էր այդ հատուկ ռազմական գործողությունը, պատերազմը ուկրաինացիների դեմ, եւ մյուս կողմից կա Ուկրաինա, որը իհարկե իրենց համար նույնպես կարևոր է, որպեսզի պատերազմը դադարի, նույնպես ուկրաինացիներ զոհվում են, բայց մյուս կողմից Ուկրաինան չի կարող համաձայնվել, որպեսզի տարածքներ զիջի, հանուն ինչի, որովհետև իրենք այդքան ժամանակ արդեն պայքարել են, պատերազմել են, իրենք պաշտպանվում են, հասկանում եք, ոչ թե Ուկրաինան է հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա, այլ Ռուսաստանն է հարձակվել Ուկրաինայի վրա։ Դա բոլորը տեսնում են, բոլորը գիտեն հայտնի ճշմարտությունն է, բայց նույն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է դա պատերազմ չէ, դա հատուկ գործողություններ է, որը մշակել ենք, որպեսզի չեզոքացնենք ահաբեկչական ուժերը եւ այսպիսի կեղծ թեզեր է առաջ տանում, բայց մի կողմից էլ տեսեք, նույն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այո, դուք ինչպես ճիշտ նշեցիք, նրա համար միևնույնն էլ զոհեր եւ այլն, նրա համար իր հեղինակությունը, իր PR-ն է առաջին տեղում եւ արդյոք թիվ 1 գերտերության ղեկավարը իր այս վարքագիծով չի լեգիտիմացնում այն բռնի ուժը, որը աշխարհում միջազգային խախտումներ է իրավունքի մասով խախտումներ է առաջացնում, հա, երբ որ դու ունես զենք ու առաջինը հարձակվում ես, ուրեմն ճիշտը դու ես։ Այս դեպքում նաև Թրամփը ասում է, որ չես ուզում, դու գիտես։ Վերջերս նման հայտարարություն արեց։ Ես ուղղակի ավելի կարճ եմ ասում կոնտեքստը, որ հասկանալի լինի։ Ինչ է նշանակում չես ուզում, դու գիտես։ Տեսակը շատ անհասկանալի է։ Իհարկե, միանշանակ խնդրահարույց է այդ քաղաքականությունը եւ նա փորձում է օգտագործելով այստեղ Ուկրաինայի ավելի թույլ դիրքերը, որովհետեւ հասկանում է, որ հիմնական օժադակիցը Ուկրաինայի Եվրոպական միությունից բացի հենց Միացյալ Նահանգներն է եւ նա փորձում է օգտագործել իր լծակը ազդելու Ուկրաինայի եւ ուկրաինացիների նաեւ հոգեբանության վրա, որպեսզի իրենք պատրաստ լինեն գնալ զիջումների, բայց իրականում եթե նույնիսկ վաղը նախագահ Զելենսկին հայտարարի, որ մենք պատրաստ ենք այն ընդունել, եւ նույնիսկ եթե Ռուսաստանի Դաշնությունն էլ համաձայնվի ասի պատերազմի, ես համաձայնվում եմ այդ 28 կետերին եւ մենք ստորագրում ենք, դրանով պատերազմը չի ավարտվի։ Ես մեծապես վստահում եմ, հավատում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը կգնա հերթական ագրեսիաների, որովհետեւ որպես իմպերիա իրենք պետք է գոյություն ունենան, քանի դեռ նոր տարածքներ են նվաճում։
Ինչ հարց է դրանով լուծում Պուտինը, Ռուսաստանի Դաշնությունը, ինչ է ուզում, ինչի հանգիստ չի թողնում այդ ժողովրդին եւ ժողովուրդներին։ Գիտեք, դա միայն Ուկրաինայի մասին չէ։ Դա այդ դուգինիստական գաղափարախոսությունն է, ըստ որի պետք է Խորհրդային Միությունը վերածնվի, անունը կլինի Եվրասիական Միություն, իդեպ հենց 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը հենց դրա նախերգանքն էր, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ըստ երևույթի պետք է լիներ այն առաջի երկիրը, որը մաս կկազմեր Բելարուսի հետ թերևս, որը մաս կկազմեր այդ Եվրասիական Միությանը։ Եվ դեպ նոյեմբերի 9-րդ կետի նախերգանք հենց դա էր, որովհետև եթե դրա իրագործումը լիներ այնպես, ինչպես պատկերացնում էր Ռուսաստանը եւ այդ ժամանակ Ադրբեջանը, դա կխոսեր Հայաստանի կազմակերպման մասին, պետականության կորստի մասին։ Եվ այո, 2020 թվականի պատերազմը դա հենց նախերգանքն էր, պլացդարներ, նաև ապահովելով իր թիկունքը Ադրբեջանի հետ, գիտեք, հենց պատերազմից առաջ նա կնքում էր արդեն բարձրացնում են իրենց ռազմավարական հարաբերությունները, ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանի հետ, ապահովելով իր թիկունքը, որպեսզի հետագայում կարողանա հասկանալով, որ շատ հավանական է, որ եվրոպական շուկան փակվի, ճանապարհները փակվեն եւ իրեն այստեղ պետք է լինելու տարանցիկ ճանապարհ։ Սա լրիվ նրա համար էր։ Եվ եթե օրինակ ուկրաինացիները ինչպես ըստ Պուտինի 3 օրում հանձնեին Կիևը, ապա վստահաբար հաջորդը կլիներ Մոլդովան, հաջորդը կլիներ Այսինքն սովետական խորհրդային քարտեզը նորից կվերակառուցել, հա, Պուտինը դա իր երազանքն է։ Բայց նա բարձրաձայնել է 2007 թվականին այդ Մյունխենյան հայտնի ճառի ժամանակ նա ասաց, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ սառը պատերազմով անցած այդ աշխարհակարգը իրեն ձեռնտու չէ։ Եվ նա նաև խոսեց, որ ընդհանրապես 20-րդ դարի գլխավոր, հա, այսպես ասած, ամենավատ, այսպես ասած, իրադարձությունը դա եղել է օրինակ ոչ թե առաջին համաշխարհային պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը, այլ Խորհրդային Միության փլուզումը, ըստ Վլադիմիր Պուտինի։ Եվ հետևաբար նա փորձում է դա անել եւ նույնիսկ չեն թաքցնում, օրինակ իր խորհրդականն ասում է, որ ընդհանրապես այդ երկրները, որոնք անկախացել են Խորհրդային Միության փլուզման արդյունքում, իրավական առումով խոցելի է իրենց անկախացումը, հետևաբար չեն կարող ասել, որ իրենք անկախ են։ Այսինքն իրենք չեն ճանաչում մեր անկախ լինելու գոյությունը, եւ քանի անգամ ենք տեսել ենք, իրենք ասում են, որ Ղազախստանը fake ինչ որ Եվ միայն ոչ միայն դա, նույնիսկ ՀԱՊԿ-ը ասաց, ես չգիտեմ որն է ձեր սահմանը, երբ որ ամենաառաջին անհրաժեշտությունն է։ Իրենք ասել են նույնիսկ իրենց շնորհիվ Հայաստանն է պետություն ունեցել, իրենց շնորհիվ Վրաստանն է պետություն ունեցել, իրենց շնորհիվ Ղազախստանն է պետություն ունեցել եւ այսպես շարունակ։ Այսինքն իրենք չեն ճանաչում մեր պետություն ունենալու իրավունքը։ Դե դա բնորոշ է, հա, այդպիսի երկրներին, բռնապետ երկրներին։ Տեսեք, հիմա Միացյալ Նահանգները հարաբերությունները փորձում է կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ։ Լավ է, որ երկու գերտերություն պետք է ընդհանուր հայտարարի գան աշխարհակարգը դրական առումով լուծելու, բայց մենք դա չենք տեսնում, բայց այդ ամենով հանդերձ ինչպիսի ազդեցություն կունենա Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունները Հայաստանի վրա մեր մասով։ Գիտեք, ես այդ առումով շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք օգոստոսի 8-ին համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, որովհետև եթե մենք չկարողանայինք համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, մենք չգիտենք, թե մենք ինչպիսի ճնշումների տակ կարող ենք հայտնվել, դիցուք եթե օրինակ Իլհամ Ալիևի եւ Դոնալդ Թրամփի հարաբերությունները այնքան բայրացակամ լինեին եւ որ նա փորձեր էլ ավելի մեծ ճնշում գործադրել մեր վրա, բայց երբ ընթերցում ես թե երկկողմ թե երրակողմ, հա, Միացյալ Նահանգների վկայությամբ ստորագրված փաստաթղթերը, այնտեղ ես որևէ խնդրահարույց կետ չեմ տեսնում, հակառակը ես կարծում եմ, որ դա պրոհայկական հուշագիր է, թրիփ նախագիծը, այն երկկողմ հուշագրերը, որ մենք ունենք Միացյալ Նահանգների հետ եւ հակառակը թարապես կարծում եմ, որ օգոստոսի 8-ը մեզ թույլ է տալիս օբյեկտիվ դառնալ սուբյեկտ եւ մենք տեսնում ենք դրա պատուղները եւ Հայաստանի եւ Ղազախստանի միջև այդ կնքված ռազմավարական հարաբերությունները նաեւ դրա հետևանք են, որովհետեւ կենտրոնական ասիական երկրները հենց դրա շահառուներն են լինելու եւ բոլորին վերջերս գիտեք, որ իրենք սպիտակ տանն էին, այնտեղ նախագահը նորից խոսում էր, Թրամփը խոսում էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրից եւ այստեղ շատ կարեւոր է, բայց այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Ռուսաստանի ցանկությամբ կարողանան գալ ինչ-որ մի գործարքի Ուկրաինայի շուրջ, որը կներառի այս տարածաշրջանը, որովհետև իդեպ դրանում հետաքրքրված չէ ոչ էլ Ադրբեջանը։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ իրենց հանդիպումից հետո, Պուտին-Ալիև հանդիպումից հետո հերթորաբանությունը հակառուսական, այսպես ասած, չի նվազել, եւ Ադրբեջանը դիտարկում է Ռուսաստանը որպես սպառնալիք եւ դա նորմալ է, որովհետեւ օրինակ 20-րդ դարի սկզբից Ադրբեջանը կորցրեց իր անկախությունը, երբ
Խորհրդային Միությունը սկզբից գրավեց այն ժամանակ անկախ Ադրբեջանը, հետո այնտեղից Կարմիր բանակը գրավեց օկուպացրեց Հայաստանը, հետո Վրաստանը, այսինքն մենք այս շղթան տեսել ենք։ Եվ մեր համար Վրաստանն ու Ադրբեջանը պատնեշ են, եւ Աստված մեզ օրհնել է, որ մենք չունենք սահման Ռուսաստանի Դաշնության հետ, բայց այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է ամեն օր աշխատենք Եվրոպական միության հետ, որպեսզի մեր տնտեսական հարաբերությունները այն աստիճանի բերենք եւ զարգացնենք, այդ թվում օգոստոսի 8-ի համաձայնագրի միջոցով, որպեսզի նաև նվազեցնենք այդ կախվածությունը, այդ քաղաքական տնտեսական լծակները, որն ունի Ռուսաստանի Դաշնությունը մեր հանդեպ, դա գազն է, դա մնացածն է, օրինակ Թուրքմենստանի հետ հարաբերությունում մենք կարող ենք իդեպ մի ժամանակ մենք ունեցել ենք, երբ թուրքմենական գազը գալիս էր Հայաստան։ Նույնիսկ Իրանից էին խոսում, Իրանի մասով, այդ մասով։ Իրանի մասով իհարկե, ես շատ կուզեմ օրինակ, որ Իրանի հարաբերություններն այնքան գան կառավարելի մակարդակի Միացյալ Նահանգների Եվրոպական միության հետ, որ մենք կարող ենք անկաշկանդ արդեն Իրանից գազ գնել։ Եվ ընդհանրապես ռուսական մոնոպոլիան, այդ 20-րդ դարի ամենախայտարակ տնտեսական պայմանագիրը, որ անվանում են, դա այդ գազային պայմանագիրը հայ-ռուսական, պետք է չեղարկվի, պետք է վերանայվի, որովհետև անկարելի է, որ այս երկրում ցանկացած գազային գործարք պետք է անպայման ունենա Ռուսաստանի օրհնանքը։ Դե փաստորեն այդպես է ստացվում եւ փորձենք ամփոփել նորից կտկին անդրադառնանք հա գլխավոր թեմային այդուհանդերձ այ դուք որպես վերլուծաբան որպես ժողովրդավարության անվտանգության հայկական կենտրոնի ղեկավար ինչպես եք տեսնում լուծումը մոտ ապագայում ռուս-ուկրաինական լուծումը ո՞րն է լինելու եւ ո՞րն է ըստ ձեզ ամենաօպտիմալ լուծումը։ Ես չեմ հավատում, որ Պուտինը պատրաստ է հրադադարի, զինադադարի, խաղաղության համաձայնագրի, պայմանագրի կնքմանը։ Միակ բանը, որ կստիպի Վլադիմիր Պուտինին կանգնել, դա տնտեսական ահռելի ճնշումն է։ Օրինակ Միացյալ Նահանգների կողմից վերջերս այդ բաժանմիջոցները կիրառած Լուկոյլի մնացածի նկատմամբ շատ լուրջ հետևանք են ունեցել Ռուսաստանի Դաշնության համար եւ որի համար նաեւ բանագնացը գնացել էր Միացյալ Նահանգներ եւ փորձել էր վերաբանակցել, բայց արդյունքի չի հասել։ Գիտեք, եթե հանկարծ մի այնպիսի իրավիճակ ստացվի, որ Ուկրաինան ստիպված լինի, հա, ընդունել որևէ պայման, որը զիջողական պայման, դա կնշանակի, որ մենք դասեր չենք քաղել առաջին համաշխարհային պատերազմից, երկրորդ հաջորդիվ մյուս երկրներից կսկսեն արդեն կորզել։ Դա միանշանակ է, որովհետև ագրեսորախորժակը կավելանա։ Նա պարզապես այդ ժամանակը կօգտագործի, որպեսզի վերագտնի իր ուժերը, վերազինում իրականացնի, ռոպագանդա տարածի իր հայրենակիցների, իր համակարգացիների միջև հասկանալով, որ պետք է լիներ նոր թիրախներ։ Եվ այստեղը շատ կարևոր է, որպեսզի այդ նոր թիրախը Հայաստանը չլինի։ Բայց ես կարծում եմ, որ այդ տարբերակը չի լինի, ես չեմ պատկերացնում, իդեպ Ուկրաինան նախագահական երկիր չէ, նույնիսկ եթե Վլադիմիր Զելենսկին վաղը հայտարարի, որ ես ընդունում եմ, խորհրդարանը, Ռադան ուկրաինական պետք է տա համաձայնությունը եւ դա անկարելի է պատկերացնել։ Ինչպես նա Միացյալ Նահանգներում էլ, հա, կոնգրեսը պետք է լինի եւ ստորին պալատները։ Ես չեմ պատկերացնում, որպեսզի Միացյալ Նահանգների կոնգրեսը, սենատը մի այնպիսի հավանություն ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինան կապիտուլացրել է, դեռ վաղ է։ Այս պայմանությամբ Ռուսաստանը ամեն ինչ կփորձի անել, որ ասել այո եւ ոչը թողնել ուկրաինական կողմի վրա, իսկ ուկրաինական կողմի գործն է, որպեսզի ասել այո, բայց ցույց տալ, որ Ռուսաստանն է, որը չի ցանկանում գնալ զինադադարի կամ խաղաղության համաձայնագրի կնքմանը, որպեսզի չվատթարացնի իր հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ։ Կա Դոնալդ Թրամփ, կա Միացյալ Նահանգներ, դա էլ է կարևոր հասկանալ։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը, հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը։ Դատարանում մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Կաշառատուն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ Ղուկասյանն ըստ նրա փաստաբանի մեղադրանքը չի ընդունում։ Գյումրին մի քանի ամիս ղեկավարած Պաշտոնյան մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրու քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։
Վարդենիսում պայմանագրային երկու զինծառայող վնասվածքներ են ստացել ականի պայթյունի հետևանքով։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում եւ ծառայողական պարտականությունները չկատարելիս են նրանք ստացել վնասվածքները։ Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին ծեծի ենթարկած անձանց չկալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Տուժող տղայի մայրն ի դեպ միջադեպից տևական ժամանակ անց պատահական է տեղեկացել դեպքի մասին համացանցից, տեղեկացել ու անմիջապես դիմել է իրավապահներին։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները հայտնաբերել են տեսանյութում երևացող բոլոր անձանց։ Խուլիգանության կասկածանքով նրան սերբակալել եւ ներկայացրել են նախաքննական մարմին։ Հետագայում նրանցից 3-ը կալանավորվել են ապա բաց թողնվել։ Ուշագրավ է, որ ծեծկրտուքը եղել է բանուկ տարածքում Նոյեմբերյանի կենտրոնում։ Նշվում է, որ անչափահասին ծեծելու դաժան տեսանյութի հերոսներից մեկի հայրը արդիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալն է։ Նոյեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Երևանում ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի վիրավորը քրեական պատմություններով հայտնի մանումենցի Դավիթ Հիկ մականվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն է կան տեղեկություններ նաև, որ եւս մեկ հոգի նշված միջադեպի հետևանքով տեղափոխվել է մայրաքաղաքի այլ հիվանդանոց հանգամանքները ճշտվում են։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վոլոդիա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանի խափանման միջոցը երկարաձգվել է։ Նշենք, որ սեպտեմբերի 28-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Օհանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Հիշեցնենք, որ Վոլոդիա Գրիգորյանը սպանվել է սեպտեմբերի 23-ին, նրա սպանության գործով կա կալանավորված 2 անձ։ Օրերս Հայաստանից Բագրատաշեն անցակետ է մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցն ուղղորդվել է ռենտգեն տեսազնման կայան, որտեղ նկատվել է կասկածելի խտություն։ Մաքսային ծառայողներն էնդոսկոպիկ տեսանկարահանող սարքի միջոցով ֆիքսել են ներսում առկա բեռնատարի կառուցվածքին չհամապատասխանող օտար մարմիններ։ Հատուկ կտրող սարքավորման օգնությամբ բացվել են խոռոչներ, որտեղ թաքցված է եղել մոտ 22300 տուփ տաքացվող ծխախոտ։ Խոռոչներում ծխախոտներն այնպես են հարմարեցված եղել, որպեսզի արկա ժապավենները քաշելու միջոցով ապրանքը հեշտությամբ դուրս բերվեն։ Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախին ղեկավար Անդրեյ Երմակը, որը նոյեմբերի 28-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնել է, որ մեկնում է ռազմաճակատ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով դատախազությունը հուզարկություն են անցկացրել Երմակի տանը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայում կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին, որը կապված է Էներգոատոմ ընկերության հետ։ Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները պարզել են, որ պետական կազմակերպության միջոցով միլիոնավոր դոլարների յուրացումներ է եղել։ Նշվում է, որ խոշոր չափի հափշտակության սխեմայի հեղինակը եւ հիմնական շահառուներից մեկը եղել է Զելենսկու նախկին գործընկեր Մինդիչը։ Արծացում էր նաեւ Երմակի անունը։ Տրամպն էլ հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին։ Ամերիկյան մամուլում վերջին օրերին լայնորեն քննարկվում է Վենեսուելային Միացյալ Նահանգների կողմից ավիահարվածներ հասցնելու հարցը։ Միջազգային լուրերը տեսաշարով։
Սիրիական պետական լրատվամիջոցների տվյալներով ուրբաթ երեկոյան Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով Սիրիայի հարավում զոհվել է առնվազն 13 մարդ։ Դամասկոսը միջադեպը որակել է հանցավոր հարձակում, մեղադրելով Իսրայելին սադրիչ գործողությունների մեջ։ Իսրայելից հայտնել են, որ հրետանակոծությունը տեղի է ունեցել զինյալների ձերբակալման գործողության ընթացքում, երբ իսրայելական դիրքերը հայտնվել են գնդակոծության տակ։ Զինվորականների տեղեկացմամբ միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 6 իսրայելցի զինծառայող։ Հոնկոնգի հակակոռուպցիոն ծառայությունը եւս 6 անձ է ձերբակալել բազմաբնակարան համալիրում նոյեմբերի 26-ին բռնկված հրդեհի հետաքննության շրջանակում։ Միջադեպի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 120-ը։ Շուրջ 200 մարդ շարունակում են համարվել անհետ կորած։ Ոստիկանությունը հայտնում է, որ շենքերի արտաքին հատվածը պատված է եղել պաշտպանական ցանցով եւ պլաստիկով, որոնք ըստ նախնական գնահատականների կարող են չհամապատասխանել անվտանգության եւ հրդեհային նորմերին։ Ավելի վաղ նույն գործով ձերբակալվել էին շինարարական ընկերության 3 աշխատակից։ Թուրքիայում մերձավոր արևելքի քրիստոնյա առաջնորդների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում Հռոմի Պապ Լևոն 14-րդը կտրուկ դատապարտել է բռնությունը, որը նրա խոսքով իրականացվում է կրոնի անվան տակ։ Տոնակատարությունը նվիրված էր խոշոր եկեղեցական տաճարի 1700-ամյակին, որին մասնակցում էին հոգևորականներ Թուրքիայից, Եգիպտոսից, Սիրիայից եւ Իսրայելից։ Պապը սկանդալային է հռչակել այն փաստը, որ աշխարհում առկա մոտ 2.6 միլիարդ քրիստոնյաները դեռևս բավարար միասնություն չեն ցուցաբերում եւ ընդգծել է դարավոր տարաձայնությունները հաղթահարելու անհրաժեշտությունը։ Թուրքիայում այսն ավարտելուց հետո Հռոմի Պապը կմեկնի Լիբանան։ Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախնական պայմանավորվածությամբ առաջիկա շաբաթվա առաջին կեսին կընդունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ Դմիտրի Պեսկովի խոսքով հանդիպման ճշգրիտ օրը կհայտարարվի ավելի ուշ։ Պեսկովը տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում անցկացված Ամերիկա-ուկրաինական խորհրդակցությունների արդյունքում մշակված խաղաղության առաջարկի հիմնական դրույթները։ Սպիտակ տունը նախորդին հայտարարել էր, որ բանակցությունները զգալի առաջընթաց են ապահովել եւ հանգեցրել են թարմացված փաստաթղթի, որն ըստ Վաշինգտոնի կարող է երաշխավորել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու նպաստել արդար խաղաղությանը։ Վրաստանի իշխանության կողմից Եվրամիության հետ բանակցությունները կասեցնելու որոշման 1 տարվա արդիվ Թբիլիսի կենտրոնական պողոտաներում տեղի է ունեցել վրացական ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների երթը։ Ցույցին մասնակցել են հազարավոր մարդիկ, որոնք Վրաստանի եւ Եվրամիության դրոշներով շարժվել են դեպի խորհրդարան։ Բողոքի ցույցերը շարունակվում են դեռ նախորդ տարվա նոյեմբերի 28-ից, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց եվրաինտեգրման գործընթացն արգախելու մասին։ Թեև վերջին ամիսներին ակցիայի ինտենսիվությունը նվազել է, ընդդիմադիրները դա կապում են հանրային հավաքները սահմանափակող նոր օրենքների հետ։ Այսքանը ցտեսություն։